Պարոն Մամարը կառավարում մի քանի համայնքներում մասնավորապես վերաբերել կողայքի մասին մի քանի բնակավայրերի, Տրանսպորտային ցանցի հետ կապված խնդիրներ կային, վերջո դրանք ինչ հանգուցալուծում ստացան, եւ նաեւ խնդրեմ անդրադառնալ Գյումրիի եւ Վանաձորի նվիրաբերած ավտոբուսների ճակատագրին, եւ վերջո դրանք ինչ եղան, քանի որ ավտոբուսների պարկում կանգնած են եւ չեն շարունակվում, ինչքանով տեղյակ եմ, պայմանագրի կետերի վերաբերյալ խնդիրը, որ մինչեւ այս պահը չի շահագործվել, դուք նշեցիք, որ դեպի Գյումրի գնացող ճանապարհի ամբողջ ճանապարհը ասֆալտավորման վերաբերյալ ավարտված է, բայց Երևանի հատվածում խնդրահարույց ելին ժամանակային դենշեք, թե այս պահին ինչ աշխատանքներ է կատարվել, ինչ թվում է, նաև քանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է միանան այս պահին ինչ աշխատանքներ է կատարվել այդ ուղղությամբ, դուք ձեր գործընկերների հետ արդեն հանդիպել եք, որոշ հարցեր եք քննարկել եւ այս համատեքստում ավտոմակայանի ճակատագիրը ինչպես է լուծվելու, քանի որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար շարժականաբերություն գործող ավտոմակայանը խնդիր է հանդիսանում եւ ոչ Արարատի կառավարման նույնիսկ ոլորտի հարց, վարչապետին ձեր մյուս գործընկերները տարբեր այսպես ասած պարտականություններ էին կատարում, դուք այդ օրը ինչ եք զբաղվում կամ առաջիկայում ձեր տեսնում որևէ գործիքներ այլևս շնորհակալություն։ Ցավոք սրտի երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, սա որպես բացասական կողմ եմ նշում, հետևաբար ես ավելի կփչացնեմ վարչապետը եւ չեմ ուզում այդպիսի ցանկություն չունեմ մասնակցել եմ միջոցառմանը իրականում հաճելի միջավայրում հաճելի ժամանակ ենք անցկացրել պարոն Կիրակոսյանն այնտեղ է եղել եւ կհաստատի իմ ասածը կարծեմ ինչ վերաբերվում է ատոմականի մասով ատոմականի ճակատագրին ոչինչ չի սպառնում ես իմ ներածական խոսքում նշեցի եւ գոյություն ունեցող մեծամորի ատոմականի ժամկետի երկարացման ուղղված մեր քայլերը առնվազն 10 տարվա կտրվածքով եւ նաեւ նշեցի, որ կառավարությունը ինտենսիվ աշխատանքներ է անում ատոմականի նոր մոդելի որոշման եւ նաեւ որոշումից դեպի կառուցում հնարավորինս արագ, բայց առանց շտապելու անցում իրականացնելու մասով Յուսարաֆի հետ կապված դեպի Երևան գնացող հատվածը, որը կարճ հատված է մի քանի 100 մետր երկարությամբ, այնտեղ Գիտեք, որ դատական վեճի արդյունքում է այնտեղ շինարարությունը դադարեցվել, բայց տպավորություն ունենք, որ դատական վեճը արդեն հանգուցալուծվում է եւ վստահություն ունեմ, որ 2026 թվականի ընթացքում մենք այդ հատվածում շինարարական աշխատանքներ կիրականացնենք։ Հարցը ավելի շատ Երևանի քաղաքապետարանի տիրույթում է, բայց գործընկերների հետ աշխատում են դրա լուծման ուղղությամբ։ Ինչի հետ կապված հարց պաստողացի ավտոբուսների հետ կապված Գյումրի եւ Վանաձորի ավտոբուսները իրենք համայնքային սեփականություն են հանդիսանում եւ դրա կառավարման կտորը այդ երկու համայնքապետարաններին է ընդհանուր միասնական երթուղու հետ կապված Կոտայքում խնդիրներ չունենք, ունեցել ենք խնդիրներ երկու բնակավայրի հետ կապված Խասախի եւ Պրոշյանի տարվա ընթացքում այնտեղ պայմանավորված է եղել երթուղիների որոշակի փոփոխությամբ մենք ընդառաջել ենք քաղաքացիների ցանկությանը երթուղիների որոշակի փոփոխություն ենք իրականացնել եւ այդ մասով հարցը ամբողջությամբ լուծված է մյուս մարզերի երթուղիների մասով էլ արդեն նախաբանում անդրադարձ